Շնորհակալություն, արձագանք ունեք, շատ կարճ էլի։ Փորձում եմ հնարավորին չափ կարճ շարունակելով նույն հարցը սկզբից առաջին երկու նիստերում ասում մրցույթը շատ էր, հարցի հնարավորություն չկար, հիմա դա Թուրքիայի հետ քննարկվել է Գյումրի Կարս երկաթուղու հնարավոր գործարկումը, պայմանները թե դեռ շատ շուտ է դրան։ Շնորհակալ եմ, շուտ չի քննարկվել է, քննարկվում է եւ կքննարկվի վստահաբար առաջիկայում, նույնիսկ կարող եմ այս ամենին իմ անձնական կարծիքն էլ ավելացնել, ես շատ լավատես եմ, որ այդ կտորները եւս ապաշրջափակվեն եւ մենք ավելի մեծ, նույնիսկ ոչ թե տարածաշրջանային կամ նույնիսկ միջտարածաշրջանային կամ մեգա տարածաշրջանային ինչ-որ նախագծերի իրականացում կունենանք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ հարցեր եթե չկան, պարոն Միրզոյան, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, ձեր զեկույցի եւ հարցերին պատասխանելու համար եւ հրավիրենք էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանին։ Համեցեք պարոն նախարար։ Շնորհակալություն։ Այո։ Շատ լավ։ Համեցեք։ Դարի դեպքում փորձեմ շատ կարճ նախ նշեմ, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում 24 եւ 24 եւ 25 թվականների, որովհետեւ 26 թվականի պետական բյուջեն ինքը առաջին հերթին նախորդ կատարված աշխատանք ամփոփելու եւ դրա հիման վրա նոր ժամանակի համար պլանավորում իրականացնելու հատված է։ Դրական են եղել 24 թվականի տարեկան արդյունքներով գրանցվել է 5.9% իրականաչնայի, 25 թվականի առաջին կիսամյակում հնայաճ եղել է 5.6% եւ առաջին 9 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.6% է, ընդ որում վերջին ամիսներին մենք տեսնում ենք արագացում, հուլիս ամսին մենք ուրեմն մոտ 10% ունեինք տաց օգոստոսին 7.5, այնուհետև 10.5% սեպտեմբեր ամսին ենք ունեցել, ինչը նշանակում է, որ վերջին ամիսներին ունենք արագացում եւ ակնկալում ենք, որ երրորդ եռամսյակում կունենանք ել ավելի բարձր տնտեսական ակտիվության աճ եւ սա մեզ մեր նպատակադրումը ըստ էության այն է, որ ունենանք շատ ավելի բարձր տնտեսական աճ 2025 թվականին, քան 25 թվականի պետական բյուջեում նախատեսված է, այո, արտաքին տնտեսական հարաբերությունների մասով շատ կարճ նշեմ, մնացած մասը արդեն հարցերով կպատասխանեմ, 2025 թվականի հունվար-հունիսին, օրինակ 17 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալը աճել է 2.7 անգամ, ներմուծումը 3.1 անգամ, ընդ որում ապրանքների արտահանումն աճել է 3.6 անգամ, ներմուծումը 3.5, իսկ ծառայությունները համապատասխանաբար 3.3 եւ 2.9։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պահպանել իր ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միությունում ընթացող բոլոր գործընթացներին, նշեմ, որ 24 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունից ի օգուտ ԵԱՏՄ բյուջե գանձվել է 323 միլիոն ամերիկյան դոլար եւ ստացվել է 189 միլիոն ամերիկյան դոլար, այսինքն մենք ունենք այստեղ բացական 135 միլիոն ամերիկյան դոլարի սալդո մաքսատուրքերի մասով, մեկ բան էլ ասեմ ու ավարտեմ, մաքսակագնային եւ ոչ սակագնային կարգավորումների մասով պայմանային անվտանգության տնտեսության կայունացման ապահովման նպատակով սահմանվել են սակագնային արտոնություններ Հայաստանի համար մի շարք ապրանքների գծով խոշոր եղջերավոր անասունների մի 95,500 տոննա, խոզի մի 94,000 տոննա, թշնամիս 35,100 տոննա, կատնային շիճուկ 700 տոննա, էլեկտրոմոբիլ 8000 հատ, լաքեր ներկեր 5000 տոննայի չափով, ջութե մանրաթելեր 1 տոննա, քիմիական սինթետիկ թելեր 86.8 տոննա, կայծակ ճարմանդ 6.2 միլիոն մետր, սերուսկային կարագ 2000 տոննա, կարտոֆիլի սերնասու 3500 տոննա։ Սրանք այն ապրանքներն են, որոնք որ մենք զորական
գիտական մաքսատուրքով կարողացել ենք երրորդ երկրներից բերել։ Օրինակ ենթադրենք նույն կարտոֆիլի սերմացուի օրինակը, սա մեր այցելություններից մեկի ընթացքում էր, երբ որ վարչապետին մոտեցան քաղաքացիներ Շիրակի մարզում եւ նշեցին, որ ուզում են կարտոֆիլա գործությամբ զբաղվեն, բայց որակը լավը չի, եւ տեղական եւ ԵԱՏՄ-ի կամ այնքան են օգտագործել, որ արդյունավետությունը ցածր է, որի արդյունքում վարչապետը հանրահավություն էկոնոմիկայի նախարարությունը տվեց, մենք բանակցին 3.500 տոննա բերեցինք, սպառվեց այդ 3.500 տոննա եւ պետք է ուրախությամբ նշել, որ սա կոնկրետ ամբողջ ցիկլը ուզում ասեմ